Ես Արցախ եմ եղել, իմ տեղը չեն ասել, հավաքվել են լարախաղացները եւ այնտեղ կինոֆիլմ են հանել ու ասել են վերջ գոյություն չունի աշխարհում, վերջ նշանակում է մահ, չկա վերջի ուսուցիչ, չկա վերջի լարախաղաց, ես խնդրում եմ բոլոր հեռուստատեսության հաղորդավարներին չտարվեն այդ ասողների խոսքերին, նման բան երևույթ չկա, կյանքը նշանակում է վերջակետ չէ, կյանքը չի սառել, կյանքը շարունակվում է, դա գիտեք երիտասարդներին կանգնեցնում է այդ բառերը, ինչպես թե վերջի գոյություն չունի, վերջը դա մահ է, վերջը դա նշանակում է վերջացավ, ինչպես վերջինը, դա գալիս է նոր սերունդ, գալիս է նորի շարունակելու, հիմա ես ձգտում եմ այս տարիքից հետո, մի քիչ պայմանները ինձ թույլ չի տվել, անդադ աշխատել, ընտանիքը պահել, ինչով պահել ընտանիքը, ոչ եմ ասում մեքենա պետք է առնեմ, ես պալատ պետք է առնեմ, չգիտեմ ինչեր անեմ, ես կենցաղով պահել եմ, իմ երեխաներին իմ կյանքի հաշվին։ Երկրում 60-անց մարդը, տարիքով մարդը, ամենաշատը ինչի կարիք ունի, ըստ ձեզ։ Գնահատականի, բանի խրախուսանքի, գնահատականի կարիք ունի։ Այդպիսի մարդիկ, տարեց մարդիկ, վերաբերմունքի նկատի ունեք։ Վերաբերմունք, հա, բոլորի կողմից։ Ինձ համար բարեկամ հարազատ չկա։ Ես ապրում եմ շատ ուղիղ բանով, ժողովրդավար ձևով։ Ինձ համար բոլորն էլ հավասար են, բոլորը իմ երեխաներն են, երբ որ ես մտածում եմ, որ բոլորը իմ երեխաներն են, իմ հարազատն են, իմ հայոց երկրի զավակն են, Աստված ինձ դրանից կրկնակին է տալիս։ Եվ այսօր 7 առողջ երեխաներ, լավ ընտանիք, այս մանավանդ այս մյուս ընտանիքը եւ այն առաջինն էլ է շատ լավ եղել։ Ես փաստորեն ես երջանիկ եմ։ Տխուր եմ միայն անարդար երևույթներից, որը կատարում է իմ շրջապատում։ Ես որպես մշակույթի մարդ, որպես շրջող, որպես տեսնող, զգացող, ես չեմ կարող անտեսել նման երևույթները։ Եթե ես լարի վրա չխաղայի, ես հիմա շուտ կգժվեի։ Բարուշ Սևակ ինչպես էր ասում, ախուր է թե գիշ լինեի։ Ես իրան տեսել եմ, շփում չեմ ունեցել, բայց Հովհաննես Շիրազին տեսել եմ, շփում եմ ունեցել, մեկ անգամ էլ ելույթ եմ ունեցել լարի վրա, Ամիրյան փողոցում, երբ Էջմիածինը չէր ընդունում իրեն այս ժամանակ, դե կոմունիստական տարիներն էր, հավաքույթը պետք է անպայման իրենց միջոցով լիներ, բայց ես չէի նայում նման բանի, գնացի եւ ելույթ ունեցա Հովհաննես Շիրազի համար, գրված է Պատանի Փայլևանին հայոց նոր վաճառականին, Աստվածատուր հայ որդուն Սյունեն ծնունի, մեր լարախաղացները, մեր կրկեսը ինչպես է սկսվել, ուրիշ կենթանական աշխարհից չի սկսվել, մեր կրկեսը սկսվել է շրջիկ լարախաղացներից, ծաղրածուներից, լարախաղացներից, մնջախաղի կատարողներից, կեցցե մեր Լեոնիդ Ենգիբարյանը, այսօր ես ինչքան հրճվանքով եմ ապրում, երբ ասում են Լեոնիդ Ենգիբարյան, Մարսել Մարսո եւ Չարլի Չապլի, անկրկնելի դրանցից հզորը չկա։ Պարոն Հակոբյան, քանի տարեկան եք, որ այդ տիտղոսը աշխարհի ամենատարեց լարախաղացի վերցնում եք։ 77 տարեկան եմ, 77, բայց ես չեմ պատկերացնում, որ ես 77 եմ, որովհետև միշտ զբաղված եմ եղել աշխատանքով, միշտ զբաղված եմ եղել Հայաստանի բոլոր գյուղերը, շրջանները, որտեղ սպասում են եղել ազգային այդ ավանդույթը տեսնելու, չկա մի հատ գյուղ, չկա մի շրջան հանրապետության մեջ, Արցախում, բոլոր տեղը, որ հանդես եկած չլինեմ, շուրջ 60 տարի լարի վրա։ Պարոն Հակոբյան, թույլ տվեք հարցնել, դուք գործող լարախաղաց եք, թե արդեն վայր եք դրա, այսպես ասած։ Ոչ, ես որոշել եմ 80-ամյակս լարի վրա բարձրանալ, անկախ նրանից ինչ չափով կարող եմ բարձրանալ, ուղղակի կբարձրանամ, ես Մոսկվայում 3 անգամ հանդես եմ եկել, Վանուշ համաշխարհայինի, Վանուշ Խանամիրյանի հետ միասին, Սոս Պետրոսյանի հետ միասին, Վեդենխայում,
Նիկուլինի անվան կրկեսում միշտ մրցույթներում ունեցել եմ հաղթանակ, այն էլ ոսկի։ Հայաստանում ինձ հասել է ոչ թե բրոնզ, այլ արծաթ, մշակույթը բերեց, իմ ոսկին ենտեղ գնահատեցին, բերեցին արծաթ տվեցին և իմ ամբողջ հանրապետության թերթերում իմ մասին գրված է։ Ինչպես արդեն ասացիք, եղել եք Հայաստանի գյուղերում, Արցախի գյուղերում, քաղաքներում, մարդիկ ձեզ ճանաչում են այսօր փողոցում, թե քանի որ լարի վրա դուք այլ կերպարանքով եք, չեն տեղը բերում։ Հաճախակի հանդիպումներ է լինում և այսպես, եթե ես քայլեմ օպերայից մինչև Կայարան կամ ասենք այդ կենտրոնական տեղերը, չկա մի անձնավորություն, որ ինձ չճանաչի, և մոտեցումներով, և բան, պատահական եթե չեն լինում, մեկ էլ արդեն սկսում ենք զրույցի թեմայով զբաղվել, խոսել ազգային այդ հին ավանդույթների մասին, հանկարծ որ ասում եմ շնորհակալություն հայրիկ ֆիլմում եմ ես ելույթ ունենում այն ջրվեժի մոտ, որը ցուցադրվում է, որ տեսեք Հարսանյան ցանդեսները նաև ազգային ավանդույթով Միքայել Պողոսյան, այդ ֆիլմը, որ կա շնորհակալություն հայրիկ ֆիլմի մեջ, այդ տեսարանը, որտեղ լարի վրա խաղում եմ, դա ես եմ։ Պարոն Հակոբյան, ես եթե չեմ սխալվում, դուք այս տարի էլ, այս ամանորին էլ Երազի այգում եք, չէ՞, հանդես եկել։ Երազի այգում առաջինը այս տարի ռիսկ արա, այս տարիքին 77-ի մեջ եմ, ասեցի Տեր Աստված, սպասեմ իմ միջոցառումը տեսնեմ, կարող եմ այս տարի էլ գործել, առայժմ չեմ խոսում մյուս տարիների մասին, այո, և շատ հաջող եղավ և ամբողջ ժողովրդին ես կարողացա ուրախացնել, տարին փոխվելու ընթացքը տրամադրել մեր հայ ժողովրդին։ Կյանքը շարունակվում է, ես որ նայում եմ այսպես ընդհանուր տրտնջում են, վատ են մտածում, հոգեպես անտրամադրվում են, իրավունք չունի, մեր ազգը իրավունք չունի, մեր ամեն մի հայ ազգի մեջ վերցնես տաղանդներ կա, շնորհալիներ կա, հո ես կյանքը բռնած, մինչև վերջ չեմ գնալու, պետք է շարունակվի մեր հին ազգային ավանդույթը, պետք է ուշադրություն դարձվի, գոնե ես երբ որ գնում եմ ուզում եմ մի տեղ խաղալ, բոլոր տեղը զբաղված է, ես լարը պետք է կապեմ, չէ, կարող եմ օպերայում էլ կապել, հյուսիսային էլ, բայց ամեն անգամ մի խոչընդոտ գալիս է, այս տարածքը իմն է, սա իմն է, սա այստեղ չի կարելի, բանանել, լարա խաղացը կապել, լոմեր եմ խփում, ինչ եմ անում, բան երևի, բայց ես վնաս չեմ հասցնում, ես կարող եմ էլի ավանդույթը շարունակել քաղաքի տարբեր ազատ տարածքները կարող եմ դիմել քաղաքապետարան, ես զգում եմ, որ նոր երիտասարդությունը մեր, այս երիտասարդությունը շատ հիանալի երիտասարդություն է, պետք է թողնել այդ երիտասարդությունը աշխատեն, երիտասարդները մեծերը, այն իմացողները, ամեն մեկը իր գործով, ամեն ինչը իր պահով, միայն հաղորդել երիտասարդներին, երիտասարդները պատրաստ են մատուցելու, պատրաստ են իրենց գործունեությունը ծավալելու և հիմա էլ սպասում եմ ելույթների, որտեղ ինձ հրավիրեն, որ շրջաններից հրավիրեն, ես գնամ։